Ժողովուրդ, ուրեմն ես ամբողջ սառնարանը դատարկեցի, քոկմիսյո եմ պատրաստում, ժողովուրդ ջան։ Ման եմ գալիս, ես այծի պանիր էի գնել, որ քոկմիսյո սարքեի։ Ման եմ գալիս չեմ գտնում, ինչ կլինեք, ասեմ կարողա պատահաբար ցույց եմ տվել ձեզ ու գնացել աղբի մեջ։ Հետո անկրծակի հիշեցի, ասեցի մի հատ զանգեմ Սերժին, տեսնեմ Սերժը ինչ է ասում։ Զանգեցի, ընենց է ծիծաղում, ինչ տա կերել կատուն։ Ու չեմ էլ իմացել։ Ոայ Սերժ, հիմա պամիդոր վարունգով սալատ եմ անում։ Ահա, սա է ցանկացել ամուսնյակս եւ քոկմիսյո, այսօր այսքանը։ Ժողովուրդ ջան, դրանայից շատ թույլ է զգում իրան, ասեմ ձեզ, էներգիայի ահավոր պակասություն, նվազեցում, ինձ թվում է շոկերից է, ամառային աղցանը պատրաստ եմ, մնում է լցնեմ աղը, ձեթը, վերջում ֆետա պանիրը, ես սա եմ գնում սիրելիներս, ամենալավն է սա, և վերջ, ահա, իսնեմ քոկմիսյո ոնց է, զգում իրան, ու օրավ արդեն, պանիրը հավվել է, այո, մի քիչ ժամը, տաքս, ժամը մի հատ կչացնենք 5 րոպե, երկրորդինն էլ 5 րոպե, նո, 5 րոպե, Եվ քանի որ պատրաստում եմ հայկական սալատ, գիտեք, ինչ ձեթ եմ անում, խաղողի կորիզով ձեթն եմ անում, որովհետև սա ամենալավն է։ Ահա սիրելիներս, սալատը պատրաստ է, մի քիչ էլ այսպես ձեթ վրան, աղ, պղպեղ, սոխը ավելնուր կտրեցին, ու ոչինչ։ Զեյթունը մի քանի հատ, գնացինք։ Բարև ձեզ, доброе утро, доброе счастье։ Ես գնում եմ քաղաք, գնումներ ունեմ անելու եւ ասեմ ձեզ, որ անպատրաստի չէի մտածում անգամ, որ ես դուրս կգայի։ Անգամ սեղանը կիսատ թողել եմ ու դուրս եմ եկել, որ շուտ գնամ գամ, քանի որ ուզում եմ մի հատ խմորեղեն պատրաստեմ, Սերժը վաղ առավոտյան, որտեղ որ ինքը գնում է, սուրճի են հրավիրել։ Մենք այսօր երեկոյան իհարկե ռեստորան են գնում, հրավիրում եմ ամուսնուս ռեստորան, այսօր իմ Սերգեյ Սերգեյևիչի ծննդյան տարեդարձն է, Սերժի լավ երեխեք շատ հետ կիմանաք, դեռ ռուս է ամուսինս ռուս չէ, ամուսինս ֆրանսիացի է, տիպիկ ֆրանսիացի են, հին, Լուի դը Ֆյունեսի ժամանակվա ֆրանսիացի ադատներով, կարգ ու կանոնով, ջանուղուրբանով, որ ասում ասենց արմատներով էլի։ Ինչ եմ ուզում ձեզ ասել, բասանուշկաներս եմ հայկել, սաբոներս, շատ հարմար է, մի քիչ երև այդ կոճիկիս մասը, որ բանա, մի քիչ էլ կթուլացնեմ, բայց սենց էլ թող մնա, հիմա սպասում եմ ոսկե գույնն էլ կգա ու սա դարավ իմը, էլ եմ ձեզ ասում, ես շատ անգամ փորձեցի, որտեղ բոլորը գովում են, բիղկը, որը Հայաստանում էլ են շատ հագնում, կա դրա կոպիաներն էլ եւ այլն, ժողովուրդ փորձել եմ, ոտքը մեջտեղը մի հատ սենց գունդ բան կա այս մատների արանքը, պիտի տեղին ընկնի, բայց իմ ոտքերը բարակ է եւ ես չգիտեմ ինչի՞ց տղամարդու կոշիկի նման, իսկ սա էկոները, նրանք ովքեր ունեն պրոբլեմ ոտքերի, իրոք հարմար է, շատ հարմար է։ Ես անընդհատ մտածում էի գնեմ, մի անգամ գնել էի, դուրս չեկա սպորտային բաներ էին, այդ բասանուշկաներ էին, հետ ուղարկեցի, միցակ ոնց որ էլի սպորտային էր, իսկ ես սպորտայինս այստեղ, մինչև այսենց սպորտային շորերից փշակաղվում եմ, ընդամեն ունեմ 2 հատ շալվար, սպորտային, Adidas, դա ինձ լրիվ հերիք է։ Ուրեմն ուզում եմ մի հետաքրքիր բան ասեմ ձեզ, որը որ ձեր համար Հայաստանի ապրողների եւ ինչու՞ չէ Ռուսաստանի միգուցե ձեր մոտ էլ կա, չգիտեմ։ Ուրեմն Ֆրանսիայում շատ երիտասարդներ
որպեսզի գիտեն որ բարեկամները, հարազատները նվերներ են գնելու, որպեսզի չընկնեն այս կողմեն կողմ մտածեն ինչ գնել կամ ոչ պիտանի բաներ գնեն, աղջիկը իր ամուսնու հետ, ամուսիններով իրենք մի հատ լիստ են գրում, ինտերնետում հատուկ տեղ կա լիստ, եւ այդ լիստը լրիվ լիստի մեջ ամեն ինչ գտնում են։ Երբ որ լիստը պատրաստ է, օրինակ Դավիթը Կարլան գրել են եւ գրել է Կարլայի եւ Դավիթի в общем երեխայի բարիգալուստ եւ այլն գեղեցիկ բառեր եւ այդ լիստը որ գրում են դա ինքն է ամբողջը հավաքում այդ ամբողջ գնացները եւ մի անգամից ուղարկում է Դավիթի եւ Կարլայի տուն։ Ես դա գտնում եմ շատ ճիշտ։ Մի անգամ իմ կլիենտներից մեկը ասեցի ինչ է ցանկանում, ասեցի իրանք լիստ են գրել, վայ ասեցի ինչ լավ է դու։ Եվ ես այդ լիստի մեջից մի բան ընտրեցի, որ մինչև հիմա այդ աղջիկն օգտագործում է։ Այսինքն դա ես գտնում եմ, որ շատ ճիշտ է։ Ժողովուրդ ջան, Սիլգեի համար պատրաստում եմ, պատրաստեցի ամերիկյան կուկիզները, այսինքն պեչենիներ են ամերիկյան բանը։ Ես որոշեցի ունել կադաֆի դուբայական շոկոլադի համար։ Մտածեցի, որ վաղը ինքը առավոտյան իր ընկերների հետ սուրճ է խմելու եւ ինձ ասեցան մի հատ բան պեչենիներ էր առավոտից, ասա օքեյ։ Հիմա սա անում եմ եւ ես նաեւ որոշել եմ մի ուրիշ բան պատրաստել։ Շատ երկար մտածեցի, շատ երկար ու բարակ մտածեցի եւ գնացի բերեցի մալինա, մի ջուր խմեմ։ Երկու հատ պեչեներ մոռացել էի, մնացել էր խմորը այդ ամանի տակը, հիմա ես այն դրել եմ ջեռոցը։ Կադաֆին սա է, սիրելիներս, դուբայսկի շոկոլադի համար։ Ուր է սրանից։ Մտածեցի ինչ չանեմ, երբ ձեր Անահիտը որոշեց, սա գնա ջեռոց, մի հատ հենց ջեռոցում եմ ես բովում, հանել եմ խմորեղենը, նոր արդեն դնեմ ջեռոց։ Ես չունեմ ֆորմաներ շոկոլադի, թե չէ տենց կպատրաստել, քրոջս մոտ ես ունի, բայց չեմ արագ գնալ վերեմ եւ այլն, սա գնաց այստեղ, եկեք բարձրացնեմ 200 աստիճան եւ ես կողքն ու կանգնած, իհարկե, մի քիչ է շոկոլադը պտտացնենք, միկրոունդի մեջ, միկրովոլնոկայի մեջ, ումա, Ваша Анահիտունյան միայն եւ միայն որինում է եկոնում։ Հիմա, ոնց որ կասեք Անահիտն ասում է հիմա։ Եկեք սա դնենք այստեղ, որպես զի դուք էլ տեսնեք։ Եվ քանի որ ինքը քաղցր երևույթ է, մտածեցի ինչու՞ չէ, միգուցե թե մի քիչ է մալինա խառնում հետը։ Ուրեմն կադաֆին այսպես լավ կտրտում եք, հալա, ձերքերը բացում եմ, տեսնում եք ժողովուրդ ջան, իհարկե տեսնում եք, նրանք այստեղ, եկեք սա կտրատեմ, ամենաճիշտը կտրատելն եմ, չնայած ասեմ ձեզ, սա ձերով ամենահարմար երևույթն է, ասենց, հալա, հետո որ արդեն ինքը չորանա այդ ժամանակի կարակ ձևով անեք եմ։ Առաջին անգամ եմ պատրաստում, ես սա գնել էի, որ քույրս դուբայսկի շոկոլադ սարքեր, որտեղ Սերժը շատ է հավանում, նենց մաման էլ է սիրում, բայց ես որոշեցի այսօր փոխեմ։ Եվ ինչու՞ չէ, լավ իմպրովիզ անեմ, մեզանից լավ են խոհարարներն ու հայտնաբերողները։ Եկեք սա։ Ինձ թվում է սա հերիք է։ Ինձ թվում է։ Որտեղ շատ չի բովի, եթե ես այն բան անեմ լրիվ դնամ։ Սա թողնում է այստեղ։ Այս շոկոլադի իշխանվեց, հետո ոչինչ։ Չի։ Գնաց ջեռոցը սա, այ, տակա։ Գնաց սա ջեռոցը։ Բաննեմ այստեղ, որ չվարվի։
բացրեցի այս տյուպեղուի գամանի մեջ եւ ես այն սկսեմ խառնել սև շոկոլադը, բայց ոնց որ շոկոլադը քիչ է գնամ հեսա մի քիչ է շոկոլադ բերեմ խառնեմ որ լավ պինդ լինի չնայած չէ ոնց որ լավ պինդ է նո լավ պինդ է գիտեք ինչ երեխեք վալա մի քիչ կաթ եմ արել եւ մի քիչ շոկոլադիկ հիմա եկեք սա լցնեմ պատրաստեմ նո ամենաճիշտը գտալով լցնեմ Աստիմ ասա քիչ կլինի ասեք ես չգիտեմ սա լավ կլինի թե չէ բայց սա իմ մտահղացումն էր որոշեցի եւ այն կատարածեցի քանի որ ես ունեմ նաեւ պիստաշի կրեմ չունեմ պիստաշ մի քիչ պիստաշ ունեմ բայց աղի է չունեմ քաղցր կարող եմ ընկույզել անել բայց չեմ ուզում սա ամեն ինչը խառնեմ վալա այս մոֆինների ամանները շատ հարմար են նրանք ովքեր չունեն շոկոլադի ֆորմաներ կարող եք սենց անել երեխեք ասում եմ կարող եք սենց անել բայց գիտեք չէ կարող է չստացվի ազնվությամբ կասեմ ոնց է եղել հիմա նայեք սա ինձ թվում է ինձ թե ոչ թե ինձ թվում է 100% նո շոկոլադը քիչ է բայց ես այն մի հատի համար հիմա նայեք մալինաները չգիտեմ հետ բերեմ թե ինչ եք կարծում եկեք սառը դնենք մեջը 3 հատ մալինա Երեք հատ մալինա գնում է մեջը լավ էս երկու դերիքեր այ այստեղ 2 եւ մի հատ բուջուրիկ ձերքես ամբողջությամբ շոկոլադի մեջ է հիմա կասեք անա այդ ինչու դեմքը ցույց չես տալիս մոտիկից եմ ցույց տալիս որպեսզի դուք էլ տեսնեք թե Անահիտը ինչ հորինված բաղադրատոմսներ է անում բնականաբար իմ այս շատերը կարող ասեն Անահիտ ջան մենք էլ ենք ուրախ եմ բայց սա ամենայն ազնվությամբ ոչ ինտերնետից վերցած է ոչ է ուղղակի մտածեցի եթե շոկոլադ է պետք եթե կադաֆի կրեմ է պետք եթե այս մեր բանն է պետք է անջա կադաֆի այդ հատիկները մազիկները մազոզուկները եւ նաեւ կրեմ ինչու՞ չէ վայ ժողովուրդ գիտեի թե նկարել եմ Լցրեցի սև շոկոլադ 200 գրամ շոկոլադ, մի քիչ կաթ եւ հիմա սա գնում է միկրովալնովկայի մեջ։ Գնաց։ Մալինաները տակնա, սա էլ դնեմ։ Երևում է։ Սա մնաց, սա երևի հետո կանեմ կամ կդնեմ սառնարանը վաղը կպատրաստեմ։ Այսպես կպատրաստեմ թող տանի իրանց հարևանին էլ պապիկին մենք շուտ է հետ գալիս մալինան որ գիտեք ես ասում մի քիչ հետ բերեմ հետ գա այս կողմ են կողմ վալա մեզ անդադ ուշադիր լինել որ ես կադաֆին չվարվի ներմիշել է լավ խորժանի լինի հիմա տեսնենք լնած սա կրեմը երկու հատ էլ այստեղ պիտի դրվի լավ կլիներ հետ գար բայց այստեղ սա ջրի մեջ է բան լինի, թուլանա ինքը, կրեմը, օղեր ես հանեմ, օղերը շոքացնում եմ,
Հիմա նայեք, երեխեք, ես վերեմ նորից խառնեմ, ոնց որ կաթը շատ եղավ, գիտեք։ Սիրելիներս, այսօր արդեն Սերժի նախորդ օրն է, ծնունդի, արդեն այս բլոգը որ դուրս գա Սերժ 23-ին, շնորհակալ եմ բոլորիցը ձեր ջերմ մաղթանքների համար, անչափ զգացված ենք, ես էլ Սերժն է Սերժի կողմից, Սերժի անունից, Ես թվում ասա լրիվ հերիքա, այս ինձ անենք, որ ինքը ամենաճիշտը գտանով լցնելն է։ Հիմա տենանք ինչ վիճակի մեջ կադապին լավ կարմրեց, կարմրաթուշիկ, մուշիկ, եսը կարմրաթուշիկ, եսը սպիտակի համար եկեք խաղնենք, ես Իսկ հետո առաջ տամ։ Բայց տեսնում եք, ես առաջին անգամ ինձ մի շատ լցեցի երևի, այն սայրամասեր վառվելա, իսկ այդ մեջտեղը սպիտակ ա մնացել։ Ուй, վարվեց ձերքս։ Եկեք սա միան հավաքեմ։ Այս կրեմն ու այդ կադաֆին պիտի խառնեմ իրար հետ, հետո արդեն մնացածը ցույց կտամ ժողովուրդ։ Ու տակա շիշը։ Տեսնում եք ժողովուրդ, իհարկե տեսնում եք։ Պիստաշի հետ, Եկեք գիտեք ինչ է, ջարդած բադամ, նուշ, ջարդած նուշ, մաննում, եկեք սա լցնեմ մեջը, գիտեք չէ ինչ է երեխեք, արևածաղկի և դդումի օրիզները, սերմը, սերմը չկա էլի, հիմա, ողորմուր ջան, եկեք սենց անենք, հա? Ձերով լցնեմ, որ ավելի համահունչ լինի։ Մեքենան կպետվում է, ես մնացա մաքրեմ, ես չգիտեմ դուք տեսնում եք, թե չէ, իհարկե տեսնում եք, և իմ համար ամենաճիշտ հեշտ ձևը այ այսպես կլինի։ Ինձ թվում է ինչ շոկոլադ է պետք էլի։ Մոֆիններ դուբայսկի շոկոլադի ձևով, մալինայով, բավականին շատ շոկոլադ գնաց սրան։ Ինձ 100 գրամ շոկոլադ է պետք հալացնել ընդամենը, ինձ թվում է։ Գնանք բերենք 100 գրամ շոկոլադ նորից և գանք։ Գնացինք սիրելիներս։ Տեսնեմ մի հատ ուրիշի բերեմ, և տանեմ դունեմ
Սարցախցիկ։ Ահա, հիմա թե ինչ կստացվի, համեղ բան կստացվի։ Ինչ տարբերություն շոկոլադի ձևով անենք, թե սենց անենք։ Ինչ ասեցիք։ Հեսա որ մի հատը կսարի, ես Սերժին կասեմ թող մի հատ կտրի ուտի, տեսնենք դուրը գալիս է թե չէ։ Նայեք։ Սերժը, երեխեք Սերժը հիմա ուտում է։ Je vais montrer là un petit peu le prix chocolat tac. Il y a des Աստվածը ու մեզ ասում է ճիշտ լավն է թե վատը։ Allez mange Sergio. Serge, voilà. Նախքան տանել է այդ մարդկանց, avant que tu amènes comme ça moins tu goûtes. Լավն է? Լավն է? Arrête de faire le cinéma. Նայեք երեխեք. Մեջ է կրեմն է, կադաֆինիտ կրեմը։ Alors, Serge, t'as aimé? Ստացվեց երեխեք։ Ձերանայիթը որոշել մի բան անի եւ նա պետք է այն կատարի, որովհետեւ ես բնավորությամբ շատ ոնց ասեմ մի բանի վրա որ ֆիքսվում եմ, պիտի անպայման կատարեմ եւ ես իմ նպատակ եմ մի հատ նպատակ եմ դրել, երբ որ կկատարեմ, կավարտեմ, այն ժամանակ ձեզ կասեմ ժողովուրդ ջան։ Սիրելիներս դուրս եկանք, ուզում եմ շնորհակալությունս հայտնեմ բոլորիցդ ձեր գեղեցիկ մաղթանքների համար, ձեր գեղեցիկ բառերի համար, ամուսնուս ծննդյան տարեդարձի արդիվ։ Serge, tout le monde, il y a beaucoup, ils t'ont envoyé le joyeux anniversaire. Tu peux leur dire merci. Tu dis շնորհակալություն. Merci, tu dis merci. Tu dis merci. Merci. Ես ուրախ եմ որ դուք գաք մեր կյանքում։ Հիմա գնում ենք ռեստորան։ Ես չգիտեմ թե այսօր ինչ օր է, բայց այնց վկնած եմ, որ ոնց որ մի հատ ինչ ասեմ, խաշ կերած լինեմ։ Սերժի ընկերներն են զանգել։ Իր շպիոնի հեռախոսով խոսում է։ Իր բանակի ընկերներն են, տեսել եք մեր տունը իրանք եկել են։ Ծնունդ են շնորհավորում։ Ես էլ ճիշտ ասած ընկել էի մտքերի մեջ։ Alors, Sergio, joyeux anniversaire. Santé surtout. Merci d'être là avec nous. Oui, on me dit, écoute. Ծնունդը շնորհավոր ամուսնուս երեխեք ջան։ Anniversaire Sergio. Anniversaire Sergei. Merci. Ah, c'est pas surprise arrêtez, je մոռացել էին։ Ils l'ont oublié. Voilà. Ահա եւ վերջ։ Եկեք սրանով ավարտեմ իմ բլոգը։ Ցանկանամ ձեզ բարի դիտում, ցանկանամ բոլորիդ ուրախ օր եւ ամենակարևորը սիրելիներս, նշենք ամեն ինչը եւ ծննդյան տարեդարձ, եւ հարսանյաց տարեդարձներ, եւ ուրախություն, ամենակարևորը մեր համար, ոչ թե ցուցադրելու համար, փոքրիկ ընկերների հետ եւ ուրախ։ Համբուրում եմ ձեզ, սիրում եմ ձեզ եւ ինչպես միշտ ասում, պակա, պակա։